Եթե դուք ձեր մարզումներին լուրջ եք վերաբերվում, ամենալավ բաներից մեկը, որ կարող անեք, որպեսզի օբյեկտիվորեն ձեր progress-ը track անեք, դա logbook ունենալն է։ Ինչի իրենից ներկայացնում է ուղղակի sense գրքույկ, որտեղ դուք գրանցում եք ամեն պարապմունքին արած ամեն վարժության քաշի ու կրկնությունների քանակը, ու սրա միջոցով դուք պարապմունքից պարապմունք, օրից օր, ամսից ամիս կարաք տեսնեք ու հետևեք, թե ձեր progress-ը ոնց է փոխվում։ Ու ինչի է էսի այդքան օգտակար, որովհետև պարապմունքից պարապմունք ռեալ, եթե դուք արդեն տարիներ շարունակ մարզվում եք, փոփոխությունը լինելու է շատ փոքր, որովհետև մկանային աճի progress-ը շատ դանդաղ է տեղի ունենում, ու էսի շատ հաճախ կարող դեմոտիվացնող լինի ու շատ հաճախ կարող դուք խաբկանքի մատնվեք, մտածեք, որ ընդհանրապես progress չեք ունենում, բայց իրականում այս progress-ը կարող ուղղակի դանդաղ լինի։ Բայց երբ որ դուք logbook ունեք, սրա միջոցով դուք կարող մի ամիս հետ թերթեք ու տեսնեք արդյոք progress ունեցել եք վարժությունից վարժություն, ու եթե այս progress-ը կա, ռեալ թվերով գրանցված է, էսի դեմոտիվացվող չի լինի, որովհետև դուք կհասկանաք, որ ոչ թե progress չկա, այլ ուղղակի այն դանդաղել է։ Ու այս նաև շատ կարևոր է, որպեսզի հասկանալ ձեր հիմիկվա ծրագրը էֆեկտիվ է մկանային աճի համար, թե չէ, որովհետև կան շատ ինդիվիդուալ ֆակտորներ, որոնք որ ազդելու են ձեր վերականգնման ունակության վրա, ու ըստ սրա ամեն մարդու համար օպտիմալ սետերի քանակը տարբերվելու է ըստ այս տարբեր ֆակտորների։ Ինձ անչափ շատ մարդիկ հարցնում են, ես օրինակ շաբաթվա կտրվածքով այսքան մոտեցում եմ անում այս մկանի համար, էսի օքեյ է թե չէ։ Ու իրականությունը նրանում է կայանում, որ եթե այս ձեր ասած թիվը ինչ-որ sense абսուրդ մեծ թիվ չի, որից ես գիտեմ դուք 100% չեք վերականգնվի, ասենք, եթե դուք ամեն պարապմունքին 10-15 մոտեցում չեք անում ամեն վարժության համար, ես չեմ կարող ձեզ կոնկրետ ասեմ, օրինակի համար ձեր համար օպտիմալ մոտեցումների քանակը շաբաթվա կտրվածքով 6-ն է, թե 8-ը, թե 4-ը, որովհետև կրկին եմ ասում, այս կախված է շատ տարբեր ֆակտորներից, ու այս իմանալու ամենալավ ձևը այդ էքսպերիմենտալ պրոգրամներ անելն է, տարբեր մոտեցումների քանակներ անելը ու logbook-ում գրանցելով հասկանալը, թե որ պրոգրամով եք դուք ունենում ամենաարագ ու ամենալավ արդյունքը։